Շատ կարևոր է իմանալ, բայց ավելի կարևոր է գալ եւ տեսնել սահմանամերձ կողբ գյուղը։ Այն, ինչ ես տեսա այստեղ, երազում եմ, որ բոլոր գյուղերում լինի։ Օրինակ, Գեղարվեստի դպրոցը։ Ընկեր Ղուլիջանյանը ասաց, որ այստեղ երեխաները սովորում են ոչ միայն արվեստ, այլ նաեւ IT ոլորտի հմտություններ։ Տեսեք, նրանք ստեղծում են մեր մեծերի, արձանների փոքրիկ տարբերակները։ Այնուհետև այցելեցինք Թումո կենտրոն։ Լիլիթը մեզ պատմեց, որ այստեղ համայնքից գալիս են 800 ուսանողներ, որոնք ուսումնասիրում են տեխնոլոգիաների 14 ոլորտ։ Այստեղ կա նաև անվճար կինոթատրոն եւ ձայնագրման ստուդիա։ Իդեպ շեշտեմ, որ երաժշտական գործիքները նվիրել է Սերժ Թանկյանը։ Եվ վերջում մենք գնացինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Մեզ դիմավորեց Տեր Հրայրը, ով մոտ 30 տարի անձնվեր ծառայում է համայնքին։ Օրը ավարտեցինք պլեջի շուրջ, շատ ջերմ մթնոլորտում, զրուցելով ամենակարևորի հայրենիքի մասին։ Մենք խոսք ենք տվել ձեզ Ամերիաբանկի հետ այցելել Հայաստանի գյուղերը։ Անպայման լայք դրեք, որ նյութը տարածվի, եւ գրեք, որ գյուղ գանք մյուս անգամ։ Շնորհակալություն։